դիմաց Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի և Կազում Միքայելյանի ուղեկցությամբ, որ տարիներ շարունակ հետևողական կերպով Հայաստանում հաստատված ուսանելիության ճաշից երկ կա և այդ երկը մեկ միասին կարող են գտնել ապրիլի 2-ին գնալով ընտրական տեղամաս և վերցնելով թիվ 1 քվեատերցիկը, որը պատկանում է երկ դաշինքին, Հայաստանի միավորված ընդդիմությանը, սիրելի հայրենակիցներ, ձեր քաղաքացիական գիտակցությամբ, ձեր կամքով և ընդհանրապես մեծ շարժումով դուք կարող եք ապրիլի 2-ին փոխել Հայաստանի զարգացման ընթացքը և գտնել Հայաստանի զարգացման լավագույն ելքը։ Սիրելի հայրենակիցներ, թիվ 1 քվեաթերթիկ երկ դաշինք և մենք եկել ենք ձեզ ասելու, որ Հայաստանում հաստատված խորը ուսանելիության ճաշից երկ կա, հետևաբար մի ուսանելիք, որովհետև երկ կա, 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 երկ կա։ Ժողովուրդ ջան, երկ դաշինքը բուռն ծափերով ձեզ ողջունում է, եղվարցիներին, նոր հաշտեցիներին և ընդհանրապես Կոտայքի մարզի բնակիչներին։ Շնորհակալ ենք և ձեզ եկել ենք ասելու, որ ձեր ձեռքին է որոշումը։ Այսօր շատ են ասում, մեզ ասում են հույս ունենք մի բան կլինի, Աստված տա մի բան կլինի, Աստված կտա, բայց որոշումը քաղաքացիներինն է։ Եթե դուք չքվեարկեցիք, եթե դուք էլի գնացիք ընտրություն ընտրեցիք ընտրակաշառքներ բաժանող ուժերի օգտին, վարչական լծակներ գործադրող ուժերի օգտին, այն ուժերի օգտին, որոնք Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայի մեջ են եղել, այդ իրավիճակը չի փոխվելու Հայաստանում։ Մենք ձեզ վստահաբար ասում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ձևը երկ դաշինքի օգտին քվեարկելն է։ Ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, ուրիշ այդպիսի ուժ չկա, որի օգտին դուք քվեարկելով երկարաժամկետ առումով Հայաստանում քաղաքական իրավիճակը կփոխեք։ Կարող է 2 օրով փոխեք, կարող է 3 օրով փոխեք, բայց երկարաժամկետ առումով կարող եք փոխել, եթե քվեարկեք երկ դաշինքի օգտին, որովհետև երկ դաշինքը ռազմավարական դաշինք է, երկ դաշինքը օրվա դաշինք չի, երկ դաշինքը ռազմավարական տեսլականի դաշինք է, և երկ դաշինքը այն քաղաքական ուժն է, որ չի Հանրապետական կուսակցության հետ չի գործակցել, չի գործակցում ու չի գործակցելու։ Թույլ տվեք ասել, այդպիսի միակ քաղաքական ուժն է այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Մյուսները և գործակցում են, և գործակցել են, և գործակցելու են։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր և քվեարկեք երկ դաշինքի օգտին, վստահ լինելով, որ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության ստեղծած հուսահատության փոսիչ ելք կա, 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 ելք կա։ Սիրելի հայրենակիցներ, մենք ներկայացնում ենք երկ դաշինքը, որը գլխավորում են Էդ Բոլմարությանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը։ Սիրելի հայրենակիցներ, մենք եկել ենք այսօր այստեղ, որպեսզի ասենք, որ Հայաստանում ստեղծված ուսանելիության համակարգային ճաշից երկ կա, և այդ երկը դուք կարող եք գտնել ապրիլի 2-ին գնալով ընտրական տեղամաս և վերցնելով
կամքով կարողանալու եք Հայաստանում ձևավորել պատասխանատու քաղաքական իշխանություն, որը սպասարկելու է միայն ձեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը։ Սիրելի հայրենակիցներ, երկրաշինքը այսօր Հայաստանի միավորված ընդդիմությունն է, որը ձևավորվել է ձեր հանրային պահանջի շնորհիվ։ Դուք ձեր կատարածության, ձեր քաղաքացիական կամքով, ձեր դեպքից ամենը մեկ շահումով հնարավորություն ունեք ապրիլը դարձնելու հաղթանակի ամին, ապրիլը դարձնելու ամեն, որ մի հուսալնվեք, որովհետև երկա, 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 կարող եք հաստատել Երկդաշինքը ևս մեկ անգամ վստահեցնում է, որ ապրիլի 2-ին ձեր տված յուրաքանչյուր քվեն պահպանվելու է եւ դառնալու է Հայաստանի պատասխանատու եւ նոր որակի քաղաքական իշխանության ձևավորման հիմքը։ Սիրելի հայրենակիցներ, մենք կրկնում ենք, որ համաձայն չենք Հայաստանում ստեղծված այն մտածողության հետ, որ ելք չկա, որ այս հուսալքությունից ելք չկա, թե իբր քաղաքացին ոչինչ չի կարող անել։ Մենք եկել ենք ասելու, որ կոտրելու ենք այս հուսալքության զգացումը եւ եկել ենք ասելու, որ ելք կա, հետեւաբար ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամաս եւ վերցնելով թիվ 1 քվեաթերթիկը մասնակցեք Հայաստանում փոփոխություններին, մասնակցեք որակյալ փոփոխություններին եւ Հայաստանի զարգացման նոր շանսին։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ նոր աշնեցիներին եւ եւս մեկ անգամ կոչ ենք անում իրենիք նույն չվախենալ եւ չհուսալքվել։ Մեր ծափողջունները ձեզ։